Գիշերվա կեսին կարկուտ, սա զարմանալի ու անոմալ երևույթ են համարում գյումրեցիները։ Անձրևախառն խոշոր չափերի կարկուտը հեղեղել էր փողոցներ, տներ ու խանութներ։ Կեսգիշերին ոտքի հանել բնակիչներին, փրկարարներին ու քաղաքի կոմունալ աշխատակիցներին։ Կարկուտաշերտի հաստությունը հասնում էր մինչև 1,5 մետրի։ Սառցաշերտի վերածված կարկուտը փակել էր Երևանյան խճուղում Գարեգին Նժդեի հրապարակին հարող կամուրջը։ Հսկայական բեկորների հետևանքով դեռ կեսօրին երթևեկությունն այս ուղղությամբ կաթվածահար էր։ Մեքենաների խցանումներ էին։ Դեպի Երևանյան խճուղի տանող կամրջի ցածրադիր այս հատվածը դարձյալ հայտնվել է հսկա սառցաբեկորների մեջ։ Այս տեսարանը հիշեցնում է 2020 թվականի հուլիս ամիսը, երբ դարձյալ հորդառատ տեղումների պատճառով բազմաթիվ ավտոմեքենաներ մի քանի ժամով հայտնվել էին արգելափակման մեջ։ Հերթական արտակարգ իրավիճակին անպատրաստ լինելու մասին ահա զանգում են բնակիչները։ Չնայած ստորգետնյա ջրատարները կորցել են, սակայն ջրի հոսքի մեծ ծավալի պատճառով հնարավոր չի եղել արագ ապահովել ջրահեռացում։ Ջրահեռացումը կապ չունի, երբ որ սետկա է, սետկի վրա կուկա տերերները, դորից հետո սարժույցները, ինչքան կուզե ջրահեռացում եղնի, անիմանիայի տևը չի կրնադի եղնի։ Միշտ էլ այստեղ պրոբլեմ է եղել, այս մենակ կամուրջի տակն է պրոբլեմ եղել, լուկն է փոքր, չուսպիված չեն է, տերիտորիան մեծ է ջրի հոսքը, են կողմից, այս կողմից, լուկը չի քաշել։ Կամրջի վրայով անցնում է երկաթուղին, իսկ ճանապարհը միակ կապող տրանսպորտային ուղին է Երևանի հետ։ Հանրապետական նշանակության ճանապարհով դեպի Գյումրի մուտքը կամրջի տակով է, այլընտրանքային այլ ճանապարհ գոյություն չունի։ Թեև քննարկումներ եղել են ճանապարհային անցում կառուցել երկաթուղու վրայով, բայց առաջարկները գործնական փուլի չեն հասել։ Կարկուտը գիշերով տներ է լցվել Ղարիբջանյան փողոցում օրվա կեսին դեռ ձյան նմանվող կարկտի հաստ շերտ էր։ Թիվ 21 տան ապրող բազմանդամ ընտանիքը գիշերով տանը չի մնացել։ Ամբողջությամբ վնասվել են տան գույքն ու պատերը, բնակիչներով, փրկարարներով փորձում էին հեռացնել տան մեջ կուտակված կարկտի հաստ շերտը։ Այս դուրը ջարդեց, լսկամնես երեխեքի սենակ, երեխեքն է քնած էին։ Իրեք երեխա հազիվ ենք երեխանցը բերգե, կինս կերգեց թորից մեկին, ոտքը սայեց, ընկավ ձեռն է ջարդեն, հիվանդանոցը պարգած է։ Կիպշակադոնով հետևը պարգել են։ Ոգե ջարդել է։ Շուշեն ջարդել է, ցել են ես։ 6 տարի առաջ հուլիսի 14-ի հեղեղից ու ուժեղ կարկուտից դարձյալ տուժել էր այս բնակարանը։ Երկհարկանի տունը ավագյաններն իրենց ուժերով էին վերանորոգել։ Հիմա նորից 7 անձից բաղկացած ընտանիքը կանգնել է նույն խնդրի առաջ։ Ջրատարի վատ քաշերու հետևանք։ Կարկուտը նոր հետն է, արդեն բանկեն է, փագեգը։ Անելանելի վիճակում են հայտնվել տասնյակ տներ, որոնք Գյումրիի ցածրադիր հատվածում են կառուցված։ Շատ փողոցներ վերանորոգվել են առանց ջրահեռացման ցանցի կառուցման։ Անձրևաջրերը հեռանում են ինքնահոս։ Սեփական տներից բացի տուժել են նաև տնակներում ապրող ընտանիքները։ Սա լաջի ջուրը կուկա ուղիղ տանս մեջ է։ Օբշի պաբեդայով սա ամեն ինչի ջուրը կուկա տանս մեջ է։ Ադիկ տեր դերնին ոչ թե ամեն ինչով։ Միշտ, ես էլ որի օր դեռեսն է։ Սա տունս քանդվել է, ինչ պիտի չի դեմ։ Սա տեղերը կան պատվալները, որը ցածր է լցվել է։ Փրկարարները կենտրոնական շուկայի Լաչինի միջանց կոչվող հատվածում պոմպի օգնությամբ հեռացնում էին սպասարկման օբյեկտներում, խանութներում, նկուղներում գիշերվանից կուտակված ջուրը։ Արտակարգ իրավիճակի հետևանքները վերացնելու ուղղությամբ աշխատանքները թաղամասերում դեռ շարունակվում են։ Վնասները հսկայական են, դրան չափերը ճշտվում են։ Մարինե Տերբինյան, Վահագն Բարաքյան, Հորիզոն։